Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ես եկա որպեսզի կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք։ Մեր կյանքի ընթացքում փոքրուց սկսած ամենավաղ տարիքից մենք մշտապես սովորում ենք։ Մեր ընտանիքում մեզ մանկուց ինչ որ բաներ են սովորեցնում, սերմանում մեր մեջ։ Դպրոցական տարիներ, երբ որ կերտվում է մարդու կերպարը որպես այդպեսին եւ նա իսկապես շատ գիտելիքներ է ստանում, բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը բազմաթիվ նոր գիտելիքներով մարդուն լցնում է իր միտքը եւ դրա հետ մեկտեղ շատ հաճախ մենք չենք հասնում սովորել եւ մեզ չեն սովորեցնում կյանքի ամենակարևոր բաները։ Որտեւ այն գիտելիքը, որ մենք ստանում ենք այս կամ այն ուսումնական հաստատության մեջ, սիրելիներս, շատ հաճախ այնպիսի գիտելիք է, որը ըստ այս աշխարհի ընդունված չափանիշների, որը դու կարող ես հետագայում վաճառել։ Քո մասնագիտական գիտելիքն է, որ դու կարող ես դրամայնացնել եւ դրա հետ մեկտեղ կարողանաս դա օգտագործել քո կյանքում։ Սակայն այն թե այդ օգտագործածի շահույթը, այն ինչ որ ինչին դու կհասնես քո կյանքում, ինչպես դա դարձնել քո երջանկության գրավականը եւ վերջո ինչպես հասնել կյանքի երջանկությանը, այդ մասին մենք ոչ մի տեղից չենք սովորում։ Այդ գիտելիքը հաճախ պակասում է։ Եվ այդ պակասը մենք հաճախ սուր ենք զգում մեր կյանքում, որովհետև երբ որ հասնում ենք մեր կյանքի այս կամ այն ձեռքբերումների, որտեղ որպես այդպեսին մեր կյանքը ինչպես է, մենք ինչ-որ նպատակ ենք սահմանում, այդ նպատակին հասնում ենք եւ շատ հաճախ դրա հետևում ոչ մի մեծ բան չկա, դատարկ է լինում։ Այդ ընթացքը հետաքրքիր է, երբ որ դու ջանք ես թափում, նպատակ ես դնում սահմանում եւ ասում ես պիտի հասնեմ դրան։ Հասնելով զգում ես, որ դա չդարձրեց քեզ երջանիկ, փորձում ես այլ նպատակ սահմանել եւ այդպես մարդու կյանքը անցնում է շատ հաճախ այդ վազքի մեջ նպատակին հասնելու։ Սակայն մարդու մեջ կա պակասություն։ Եվ մեծ պահքի այս շրջանում մենք դա հիշատակում ենք նախ եւ առաջ ասելով, որ մարդը այն անձն է, ով որ ուներ կյանքի լիարժեքություն եւ լիություն եւ մեղքի պատճառով զրկվեց այդ լիությունից եւ կտրվեց Աստծուց եւ դարձավ պակասավոր։ Մարդու կյանքը չեղավ լիարժեք, նա չվերականգնեց դրախտի իր հոգևոր ներդաշնակությունը եւ այդուհանդերձ շարունակեց իր փնտրտուքը։ Եվ եկեղեցին հիշեցնում է մեզ ամեն մեծ պահքի ժամանակ, որ մենք որոշակի արտաքսման կամ աքսորի մեջ ենք եւ այդ աքսորի մեջ մեր կյանքը պիտի նպատակասլաց լինի վերականգնելու այն ինչ որ մենք կորցրել ենք։ Եվ այդ կարևորագույն գիտելիքը, թե ինչպես մենք կարող ենք լիարժեք դառնալ, ինչպես այդ պակասությունը, այդ դատարկությունը, այդ ունայնությունը մեր կյանքում լրացնել, ժամանակի ընթացքում, եկեղեցու պատմության դարերի ընթացքում այդ գիտելիքը Սուրբ Հոգու պարգևով ստացել են շատ մարդիկ։ Ոչ բոլորը, բայց այն մարդիկ, ովքեր կարողացել են գործել հոգևոր սխրանք եւ ում մենք անվանում ենք Սուրբ հայրեր կամ եկեղեցու վարդապետներ, ուսուցիչներ։ Եվ մենք այսօր համախմբվել ենք որոտնավանքում, որպեսզի ճաշակենք եւ մաս կազմենք այն սրբությանը, որը մեզ ժառանգած է։ Ինչպես նկատեցիք, այս վայրը կտրված է բնակավայրից։ Այս վայրը այնպիսի մի տեղում է, որը նախ եւ առաջ ցույց է տալիս մարդկանց փախուստը այս աշխարհից։ Եվ այդ փախուստը պայմանավորված էր նրանով, որ մեր Սուրբ հայրերը հասկացել էին, որ իրենց կյանքի լիարժեքությունը եւ լիությունը այս աշխարհը իրենց չի կարող տալ։ Այն ինչ որ իրենք ունեցել են, ինչին հասել էին իրենց կյանքում, իսկ թե հովան որոտնեցին
ում մենք այսօր հիշատակում ենք, թե Գրիգոր Տաթևացին եղել են իշխանական տներից, Հովան Որոտնեցին եղել է Իվանե իշխանի որդին եւ կարող էր վայելել այն բոլոր հնարավորությունները եւ արտոնությունները, որոնք ազնվականները ժամանակին ունենում էին եւ իրենց կենցաղը շատ ավելի բարձր որակ ուներ եւ հնարավորություններ, քան պարզ մարդկանց ռամիկները։ Բայց թողնելով այդ դժվարին, թողնելով այդ հարմարավետ կյանքը, փախուստի են դիմել աշխարհից եւ գնացել են վանքեր, շատ հաճախ նաեւ քարանձավներ, քարայրներ, որտեղ հասկացել են, որ կյանքի լիարժեքության բանաձևը մարդու հարմարավետության մեջ չէ, որտեղ մարդը որպես այդպիսին, որպես հասարակություն այլտեղ է փնտրում կյանքի լիարժեքությունը եւ լիությունը։ Եվ հակառակ ընթացք են ձեռք բերել, հրաժարվելով աշխարհի հաճույքներից, վայելքներից, գնացել են իրենց նեղություն տալու այս սրտաշունչ վանքում, ինչպես դուք եւս ականատես եք։ Գիշեր ցերեկ աղոթքով ծոմապահությամբ շատ հաճախ բարբարոսների հարձակումների ներքո ժամանակ եղել է, որ Հովան Որոտնեցին իր աշակերտներին 60 հոգուն վերցրել էր վանքից, բոլոր ծրագրերով հանդերձ եւ 2 տարի քարանձավներում ապաստանել էին, որպեսզի փրկվեին հարձակումներից եւ փրկեին իրենց գրած ժառանգությունը։ Եվ այդպիսի դժվար խաչի ճանապարհ էին անցել եւ նախ եւ առաջ իրենց վարդապետ լինել, իրենց ուսուցիչ լինելը իրենց կենցաղն է եղել։ Մինչեւ որ իրենց խոսքը մեզ հասներ, իրենց կյանքը արդեն իսկ ասելիք էր, որը արդիական էր բոլոր ժամանակներում եւ առավել եւս այսօր, երբ որ մարդու կյանքի հարմարավետությունը դարձել է կուրք, երբ որ մարդը ամեն ինչ անում է, որպեսզի իր կյանքը հնարավորինս լինի հարմարավետ, հեշտ, հանգիստ, հասնելով դա նույնիսկ որոշակի պաշտամունքի եզրին։ Այսօրվա ժամանակաշրջանի կուրքերից մեկը հենց հարմարավետությունն է, որը ինչպես եւ մնացած բոլոր կուրքերը չեն տալիս մարդուն լիարժեքություն եւ լիություն, այլ ուղղակիորեն զբաղեցնում են իրեն, որպեսզի նա ավելի այդպես բթացած կերպով զգա այն սուր պակասը իր կյանքի լիության եւ լիարժեքության։ Եվ այդ պակասը Սուրբ Հայրերը գտել են իրենց եւ Աստծո կենթանի փոխհարաբերության վերականգնման մեջ, երբ որ փախել են աշխարհից, այն վանդակներից, որ աշխարհը իրենց համար ստեղծել էր եւ որ այսօր մեզ համար ստեղծում է, որտեվ այն ապրելակերպը, որը թելադրվում է աշխարհի կողմից, դա այլ բան չէ, քան շատ հարմարավետ մի վանդակ, մի սենյակ, մի խուց, որտեղ քեզ բոլոր նվազագույն կարիքների բավարարմամբ հանգստացնում են, որտեղ դու ունես սնունդ, հագուստ, հարմարավետ կենցաղ, ունես նաև հնարավորություն այս կամ այն բաները դիտելու քո տեղից եւ այլևս դրանով սահմանափակում է աշխարհը տալիս է քեզ մի վանդակ հարմարավետ, որպեսզի քո կյանքը արդեն հասնի ըստ աշխարհի պատկերացման լիությանը եւ լիարժեքությանը։ Եվ դա հասկացել են մեր Սուրբ Հայրերը եւ փախել են, որովհետեւ այլ ձև չես կարող փրկվել այդ վանդակից պիտի փախչես։ Եվ հոգեոր սխրանք էին գործել եւ նրանց մտքում եւ սրտում պահելով Քրիստոսի խոսքը, որ ասում է, որ ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք եւ կյանքի լիություն, լիարժեքություն ունենաք։ Եվ Հովանու ավետարանից են առաջին իսկ տողերից, երբ որ Հովանեսը ներկայացնում է Քրիստոսին, որ սկզբից էր բանը եւ բանն էր Աստծո մոտ էր եւ բանը Աստված, իր ասում է եւ նրանում էր կյանքը եւ կյանքը լույս էր մարդկանց մեջ։ Ինչ կյանքի մասին է խոսում Հովանես ավետարանիչը։ Արդյոք այն գոյությանը ֆիզիոլոգիական, որ ամբողջ աշխարհում կա։ Երբ որ մենք Սուրբ Գրքի բնագիրն ենք բացում, այնտեղ տեսնում ենք, որ կյանք բնութագրող երկու բառ կա։ Կա
բիոս բառը, որը կենցաղն է բնորոշում, որը կա բոլոր կենդանի էակների մեջ։ Եվ կա ձոյ է բառը, որը Քրիստոս բնորոշում է նաև հավիտենական կյանքը, որը ավելին է, քան ուղղակիորեն գոյություն ունենալը, այն է, որ դու իսկապես ապրում ես, որը քո կյանքը լիարժեքություն ունի, լցված է։ Եվ այդ լիության գրավականը հենց Քրիստոսի հետ մարդու անհատական եւ համայնքային կապի վերականգնումն է։ Որովհետև առանց այդ մշտական վերականգնման մարդը չի կարող կյանքի լիարժեքությանը հասնել։ Եվ մենք դա սովորում ենք եւ ավետարանից, եւ մեր կյանքում դա սովորում ենք մեր սուրբ հայրապետներից եւ վարդապետներից, որոնց կյանքը բաց գիրք է, որը շարունակում էր Քրիստոսի ավետարանը։ Եվ իրենց վարդապետությունը եւս այսօր գալիս է մեզ սովորեցնում մեր եկեղեցու գրեթե բոլոր կարևորագույն հարցերը մենք կարող ենք գտնել թե Հովան Որոտնեցու, թե Գրիգոր Տաթևացու, թե Հովանես Օձնեցու, թե մեր այլ վարդապետների գրվածքների մեջ։ Բայց հարցը այն է, թե ինչքանով մենք այսօր այդ գիտելիքի եւ այդ ապրելակերպի պակասը խորությամբ զգում ենք մեր մեջ, եւ ինչքանով մենք ուզում ենք եւ պատրաստական ենք աշակերտ լինելու։ Որովհետեւ մենք բոլորս էլ ինչ որ չափով այս աշխարհից վնասվածք ունենք։ Մեր մանկությունից, մեր երիտասարդ տարիքից մեզ սխալ բաներ են սովորեցրել, շուրջ բոլորը։ Սխալ գիտելիք են տվել են գիտելիք, որը մենք կարողանանք վաճառել, բայց չեն տվել գիտելիք, որը մեզ կարող է դարձնել երջանիկ։ Չեն տվել գիտելիք, թե ինչպես կարելի է սիրտը սուրբ պահել, միտքը մաքուր պահել, ինչպես կարելի է աղոթել վերջեվերջո եւ այդ աղոթքը դարձնել կյանք եւ կյանքը դարձնել աղոթք։ Այդ գլխավոր կյանքի ճշմարտությունները մեզ չեն սովորեցրել եւ մենք դրա պակասը շատ ունենք, բայց այդ ճանապարհը սկսում է այն ժամանակ, երբ որ մենք հասնում ենք գիտության նրա, որ մենք դրա անհրաժեշտությունը ունենք, երբ որ մենք ուզում ենք պարզությամբ երեխայի պես աշակերտ դառնալ։ Եվ այն ժամանակ մեր հայրերի խոսքը գալիս եւ հասնում է մեր սրտին եւ խոսում է մեզ հետ։ Եվ կառուցում է մեր կյանքը եւ այն ժամանակ մենք հասկանում ենք, որ իրապես մենք ոչինչ էլ չգիտեինք, որ նոր է սկսում բացահայտումը կյանքի, որտեղ այն ամեն ինչը, ինչ որ մեր մտքում ներդրված էր աշխարհի կողմից, այդ ամեն ինչը կպարզվի, որ այդքան էլ ճիշտ չէր, ավելի շատ սուտ էր, քան ճիշտ էր։ Եվ հասնելու համար դրան եւ կրկնելու համար մեր հայրերի ճանապարհը անհրաժեշտ է որոշակի քայլ, սխրանք, որոշակի ընթացք։ Եվ այսօրվա ուխտագնացությունը, այսօրվա ձեր ճանապարհը հենց այդ փոքրիկ քայլն է, որը ընդօրինակում է մեր սուրբ հայրերի մեծ քայլը։ Դուք դուրս եք եկել ձեր տաքուկ բնակավայրերից, եկել եք երկար ճանապարհ եք անցել, դուրս եք եկել ձեր հարմարվետության այդ զոնայից, որպեսզի հասնեք հոգևոր որոշակի նորոգման եւ հասնել որոշակի բարձրացման։ Եվ այդ ուխտագնացության պատկերն է, որ պիտի մեզ եւս մեր ամբողջ կյանքի ընթացքում մնայուն ուղղորդող դառնա։ Դե առանց ինչ որ բանից հրաժարվելու, առանց ինչ որ բան թողնելու, առանց գոնե փոքրիկ հոգևոր սխրան գործելու, հոգևոր կյանքը չի կառուցվում, սիրելիներս։ Մենք հաճախ ինքներս մեզ խաբում ենք, մենք բավարարում ենք մեր հոգևոր նվազագույն կարիքները, երբ որ մենք Աստծո անհրաժեշտություն ունենք, մենք գնում եւ գտնում ենք ձևը Աստծո հետ շփվելու, բայց մենք չենք ապրում մեր քրիստոնեական կյանքը եւ այն լիարժեք չէ, լիակատար չէ, որտեղ այդ լիությունը Քրիստոսի անձի միջոցով մեզ ուղղակիորեն բացահայտվում է։ Եվ առաքյալը ասում է, որ մենք
իրանից լիություն ստացանք, ստանալով շնոր փոխարեն շնորների։ Այո, Քրիստոսի անձի մեջ եղավ աստվածության ամբողջ լիությունը մարմնապես։ Եվ Պողոս առաքյալի Կողոսացիներին գրված այս նամակի դրվագը մեզ ցույց է տալիս այն շղթան, որը գալիս հասնում է մեզ։ Աստված իր մեջ ունի կյանքի լիությունը։ Մարդը ունի այդ լիության պակասը։ Եվ որպեսզի մարդուն փոխանցի այդ կյանքի լիարժեքությունը, մարմնապես Քրիստոսի մեջ է հայտնվում այդ աստվածային կյանքի լիարժեքությունը, եւ Քրիստոս փոխանցում է իր աշակերտներին։ Ասում է, որ ես եկա, որպեսզի հենց դա անեմ, որպեսզի ձեր կյանքը լիարժեք դարձնեմ, որպեսզի դուք չբավարարվեք այս աշխարհի ամեն տեսակի խաբուսիկ իրականությամբ, այդ բուտաֆորիա, որ աշխարհը ցույց է տալիս, ասելա, որ սա է կյանքը, սա է երջանկությունը, այդ կեղծ ժպիտը, որը աշխարհը մեզ սովորեցնում է եւ թելադրում է, դրա մեջ չէ մեր կյանքի ուղին, այլ Քրիստոսի այն պարզության մեջ է, որը մեզ նա պարգևում է ոչ թե սովորեցնելով, այլ տալով, ինքներեն տալով։ Սուրբ հաղորդության խորհրդի միջոցով նա ինքներեն տալիս է մեզ եւ դրա մեջ մենք ստանում ենք կյանքի լիություն եւ լիարժեքություն։ Եվ ինչքանով մենք ապրում ենք այդ Սուրբ հաղորդության խորհրդի մեջ, ինչքանով մենք իրար ենք հաղորդակցում եւ Աստծուն, այնքանով մեր կյանքը շարունակում է լինել լիարժեք եւ երջանիկ։ Եվ ինչքանով մենք հեռանում ենք հաղորդակցությունից, ինչքանով մենք հեռանում ենք իրարից, ինչքանով մենք հեռանում ենք այն տեսլականից, որ մենք միասին պիտի անցնենք այդ ճանապարհը եւ միասին կառուցենք Քրիստոսի մարմինը, այնքանով մեր պակասությունն է ազգում եւ մենք տարիները ապրում ենք, բայց այդ տարիների հետ մեկտեղ մեր կյանքի լիությունը չի ավելանում, այլ միայն պակասում է։ Եվ Սուրբ հայրերի օրինակը եւ իրենց խոսքը մենք պիտի կարողանանք նորովի մեզ համար բացահայտել, սիրելիներս։ Մենք պիտի սկսենք մեր նոր աշակերտության ճանապարհը, պատրաստ լինելով վճարելու աշակերտության գինը, պատրաստ լինելով ինչ-որ բան զոհաբերել մեր հարմարավետությունից, մեր պատկերացրած երջանկությունից, նույնիսկ ոչ թե մեր պատկերացրած այն երջանկությունից, որ աշխարհը մեր մեջ դրոշմել եւ սերմանել է, եւ քայլ անել դեպի աստվածային լիարժեքությունը եւ աստվածային այն սիրո լիությունը, որ մեզ պարգևած է։ Եվ դրա աղբյուրը Սուրբ Եկեղեցին է, եւ դրա աղբյուրը մեր Սուրբ Հայրերի վարդապետությունն է, եւ դրա աղբյուրը Քրիստոսի մարմինն եւ արյունն է, որը մենք մեկտեղված այսօր ճաշակել ենք եւ որը պիտի մեզ տանի այն լույսի ճանապարհով, որը Քրիստոս մեզ համար պատրաստել է։ Մենք այլ ճանապարհ չունենք, սիրելիներս։ Բոլոր մնացած ճանապարհները դրանք ինչպես Քրիստոսն է բնութագրում, գալիս են որպես գող, որպեսզի գողանան, հափշտակեն եւ կողոպտեն։ Միակ ճանապարհը, որը Քրիստոսն է, որը գալիս է, ես գալիս եմ, որպեսզի կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք։ Եվ բավական է ինչքան մեզանից աշխարհը որպես գող գողացել է մեր երջանկությունը, կողոպտել է մեր տաղանդները եւ այն վաճառել, հափշտակել է մեր կյանքի ժամանակը։ Պիտի ասենք, որ բավական է։ Մենք պիտի այդ ամբողջը ծառայեցնենք Տիրոջը եւ դրա մեջ գտնենք կյանքի լիությունը եւ երջանկությունը, սիրելիներս։ Եվ որպեսզի մեր կյանքը վերադառնա իր ճիշտ տեղը, մեր միտքը պիտի վերադառնա եւ մենք պիտի սկսենք ընթերցել, սկսել ճանաչել մեր Սուրբ Հայրերի խոսքը եւ վարդապետությունը եւ մեկնությունները եւ այդ իրենց օրինակները եւ այդ ճանապարհը մեզ բերելու է դեպի նույն տեղը, որտեղ որ Քրիստոս մեզ սպասում է իր արքայության լիարժեքության մեջ, սիրելիներս։ Թող Տերը օրհնի բոլորիդ, թող ձեր աղոթքները, ձեր ուխտագնացությունը կատարվի Տիրոջ կամքով, այն ինչ որ ձեր սրտում պահել եք, այն ինչ որ ինչ տեսլական ունեք ձեր հոգևոր կյանքում, թող Աստված իրագործի մեր Սուրբ Հայրերի բարեխոսությամբ եւ
մեր բոլորի աղոթքներով։ Աստծո սերը, շնորհը, օրհնությունը թող առաջնորդի ձեզ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։